Երեմիայի մարգարեություն 17-րդ գլուխ և խոսք 9. Դուք հիմա կճանաչեք, թե ինչ է սիրտը, երբ դուք ճանաչեք, թե ինչ է սիրտը, երբ դուք սկսեք ճանաչել ձեր սիրտը, դուք կհասկանաք, թե ինչու են շատ մարդիկ տառապում, որտեղից է գալիս այդ ամբողջ տառապանքը։ Հարկավոր է հասկանալ, որ տառապանքների արմատը դա մարդու սիրտն է։ Այդ ժամանակ այո, մարդը կսկսի օգտագործել իր միտքը, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնի, որպեսզի այդ որոշումներն իմաստուն լինեն։ Ես վստահ եմ, եթե դուք որոշում կայացնեք, հետևելով ձեր սրտի ցանկություններին, այն բանի հավանականությունը, որ դուք ճիշտ եք վարվել, որ այդ որոշումը իմաստուն է եղել, դա 1000-ից 1 է։ 1000-ից ընդամենը 1 որոշումը կարող է ճիշտ լինել։ Եվ ահա թե ինչ է գրված Աստծո խոսքում. Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր, այն ով կարող է հասկանալ։ Նույնիսկ մենք չենք ճանաչում մեր սրտերը։ Ոչ ոք չի կարող մինչև վերջ ճանաչել իր սիրտը։ Միայն այն ժամանակ, երբ սխալի մեջ եք ընկնում, երբ ձեր ընտրած որոշումը սխալ հետևանքների է բերում, այդ ժամանակ հասկանում եք։ Հենց այդ ժամանակ մարդը սկսում է ճանաչել իր սիրտը։ Միայն երբ մարդը շատ խորը վերք է ստանում, միայն այն ժամանակ, երբ կոտրվում է։ Եվ դրանից հետո մարդն ասում է. «Ինչ եմ ես արել, ինչպես կարող էի լսել իմ սրտի ցանկություններին, ինչու համար»։ Դա հենց սիրտս ինձ ստիպեց, որ այդպես վարվեմ։ Այո թե ոչ, միթե այդպես չէ։ Մտածեք հիմա։ Ամեն ինչ զննեք և շուտով կհասկանաք։ Եկեք հիմա ստուգենք մեր կյանքը։ Եկեք մտածենք անցյալի մասին։ Եկեք քննենք մեր անցյալը։ Որքան հիմարություններ ենք մենք արել մեր սրտի պատճառով։ Այո թե ոչ։ Որքան սխալներ ենք արդեն արել հենց սրտի պատճառով։ Ես ինքս կարող եմ ասել դրա մասին։ Ես ինքս շատ դառը փորձ ունեմ։ Այն որոշումների պատճառով, որոնք ես անցյալում կատարել եմ, հետևելով իմ սրտին։ Ես շատ վատ փորձեր եմ ունեցել իմ սրտի պատճառով և որպես օրինակ կցանկանայի պատմել ձեզ։ Օրինակ, ինչ-որ մեկը դավաճանել է ձեզ կամ լքել է, շատ վատ է վարվել ձեզ հետ, և դուք բարկացած եք, դուք ցանկանում եք վրեժ լուծել, այդ բարկության պատճառով դուք ուզում եք վրեժ լուծել, բայց եկեք ճիշտը խոսենք։ Ո՞վ է ցանկանում վրեժ խնդիր լինել։ Որտե՞ղ ենք մենք բարկանում, որտեղ է զգացվում այդ բարկությունը։ Դա հենց մեր սիրտն է, որը ցանկանում է վրեժ լուծել, այո թե ոչ։ Օրինակ, ձեր ամուսնական կյանքը չի հաջողվել, բայց ո՞վ է առաջնորդել, ուղղորդել ձեզ, որպեսզի դուք այդ սխալ ամուսնական կյանքի մեջ մտնեք։ Ո՞վ է ձեզ դրդել։ Հենց այդ իրավիճակում ոչ ձեր մայրը, ոչ ձեր հայրը, ոչ մտերիմները, ոչ ոք ձեզ չի դրդել։ Դուք ինքներդ եք ձեր ոտքերով այդ քայլին գնացել։ Բայց ո՞վ է ձեզ մոտիվացնել, որպեսզի այդ քայլին գնաք։ Ձեր սիրտը։ Եվ ինչու։ Որովհետև սիրտը խաբեբա է։ Եվ սատանան գիտի դրա մասին։ Եվ սատանան է օգնում, ուղղորդում, որպեսզի ձեր սրտում այդ ցանկություններն առաջանան, որպեսզի մարդիկ տառապեն, որպեսզի հետևեն իրենց սրտի ցանկություններին և վերջում ոչ մի լավ բանի չհասնեն։
Իսկ այս աշխարհը այս խորհուրդն է տալիս. հետևիր սրտի ձայնին։ Այդպես է թե ոչ։ Դա հենց աշխարհն է այդ խորհուրդը տալիս։ Եվ աշխարհը չարի մեջ է, գրված է Աստվածաշնչում։ Ուրեմն, երբ դուք լսում եք ձեր սրտի ձայնին, իրականում դուք լսում եք այս աշխարհի ձայնին։ Բայց եթե դուք սկսեք հետևել ձեր մտքին, սկսեք լսել Աստծո խոսքին, եթե դուք սկսեք մտածել Աստծո խոսքի հետ միասին, դուք կարող եք այս վստահությունն ունենալ, որ ձեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, ինչպես ջուրը գինի դարձավ։ Դուք որպես ծնողներ ցանկանում եք ամենալավը ձեր երեխաների համար, այդպես չէ՞։ Դուք խոսում եք ձեր երեխաների հետ, նրանց խորհուրդներ եք տալիս, ասում եք, որպեսզի այդպես վարվեն, խորհուրդ եք տալիս, որպեսզի այդ ճանապարհով չգնան, բայց եթե նրանք չեն հնազանդվում, նրանք տառապում են, նրանք սխալ են վարվում։ Եվ այդպես էլ Աստծո խոսքի հետ։ Երբ մարդիկ չեն հնազանդվում Աստծուն, նրանք տառապելու են։ Եվ այստեղ Աստված մեղավոր չէ։ Աստված մեղավոր չէ, որ դուք աղքատության մեջ եք։ Աստված մեղավոր չէ, որ դուք երջանիկ չեք։ Նա մեր սխալների մեջ մեղավոր չէ։ Նա մեզ սովորեցնում է, առաջնորդում է իր խոսքով։ Բայց հնազանդվել թե ոչ, դա արդեն մեր մասն է։ Որովհետև դա հենց մենք ունենք ընտրության որոշումը։ Մենք ազատություն ունենք, որպեսզի կատարենք այն ընտրությունը, որը ցանկանում ենք։ Կամ լսել Աստծո խոսքին, կամ էլ լսել սրտի ձայնին։ Եվ երբ մարդը լսում է իր սրտի ձայնին, նա տառապում է։ Նա մեծ պարտություններ է ունենում։ Եվ ինչ կարող է արդեն Աստված անել, եթե մարդը չի հնազանդվել նրան։ Հասկանալի է։ Այո թե ոչ։ Դա այն է, ինչ որ տեղի է ունեցել Եդեմի պարտեզում։ Ուշադրություն դարձրեք։ Եդեմում Ադամն ու Եվան կատարյալ սիրտ ունեին։ Նրանք այն ժամանակ ոչ մի մեղք չունեին։ Նրանց հոգին, նրանց միտքը և նրանց սիրտը ամեն ինչ կատարյալ էր։ Երբ Աստված ստեղծեց այդ ամենը, և նույնպես ստեղծեց Ադամին և Եվային, նրանք կատարյալ էին։ Ամենասկզբում ամեն ինչ կատարյալ է եղել։ Կենդանիները միմյանց չէին սպանում։ Այն ժամանակ մահը գոյություն չուներ։ Ամեն ինչ կատարելության մեջ էր։ Ադամն ու Եվան այնքան կատարյալ էին, որ Տերն իջնում էր նրանց մոտ, որպեսզի քայլեր նրանց հետ, որպեսզի քայլեր իր կատարյալ ստեղծագործությունների հետ, և Աստված միշտ նրանց հետ է եղել։ Նրանք այդ ժամանակ կատարյալ էին։ Որովհետև Աստված իրենց իր պատկերով էր ստեղծել։ Բայց Ադամն ու Եվան միևնույն է սիրտ ունեին։ Եվ սատանան սպասեց, որպեսզի Եվան Ադամից հեռու լինի։ Եվ երբ միայնակ էր, սատանան մոտեցավ նրան։ Դրա համար էլ Աստվածաշունչն ասում է, որ լավ չէ մարդու համար միայնակ լինել։ Երբ Եվան միայնակ էր, չկար նրա հետ ևս մեկ մարդ, ով կմտածեր նրա հետ։ Միայն նա էր, իր միտքը և իր սիրտը։ Եվ երբ սատանան այդ կասկածի սերմը ցանեց նրա ներսում, երբ Եվան նայեց այդ պտուղին և ցանկացավ, նրա ներսում այդ ցանկությունն առաջացավ, որը սատանան էր ուղարկել։ Բայց ուշադիր եղեք, սատանան չի վերցրել պտուղը և դրել Եվայի ձեռքերի մեջ։ Նա միայն ոգեշնչել է դա անել։ Ուղղորդել է, ցանկություն է տվել, որպեսզի նա ինքը կատարի այդ մեղքը։ Եվ նա իր սրտում ընդունել է այդ միտքը։ Նա չի մտածել. մի վայրկյան, բայց Աստված ասել է, որ չպետք է ձեռք տամ։ Բայց նրա սիրտն այդ ժամանակ ավելի բարձր էր խոսում։ Եվ իհարկե սիրտը ցանկանում էր այդ պտուղը։ Նույնիսկ եթե նա կատարյալ էր։ Չնայած նրան, որ Եվան կատարյալ էր, նրա սիրտը կատարյալ էր,
Միևնույն է, նրա ներսում այդ ցանկությունն առաջացավ։ Մենք ինքներս շատ ունենք այդպիսի փորձեր, չնայած նրան, որ ունենք Սուրբ Հոգուն, եւ փառք Աստծուն այդ բոլոր փորձերի համար, որովհետեւ դրանց միջոցով ես սովորել եմ, ես փորձ եմ ստացել, շատ բան հասկացել եմ, եւ հիմա կարող եմ նույնպես ձեզ սովորեցնել, որպեսզի դուք նույն սխալները չկրկնեք, ինչ որ ես եմ արել։ Ուշադիր եղեք։ Նույնիսկ եթե դուք ունեք Սուրբ Հոգուն, մի վստահեք ձեր սրտին։ Մի հետևեք նրա ձայնին։ Մի ապավինեք ձեր սրտին։ Ապավինեք Աստծո խոսքին։ Եվ Եվան այդ ժամանակ սխալվեց, Ադամը նրա կողքին չէր, եւ նա մեղքի մեջ ընկավ։ Բացի դրանից, ինչ որ ձև գտավ, որպիսի այդ մեղքը փոխանցի Ադամին։ Եվ Ադամը նույնպես ընկավ մեղքի մեջ։ Ոչ, ես այստեղ կոտրված մեղքի մեջ միայնակ չեմ մնա։ Ես նրան էլ կփոխանցեմ։ Այո թե ոչ։ Այո թե ոչ, Աստծո մարդիկ։ Սովորաբար մարդը չի ցանկանում միայնակ լինել այդ իրավիճակում։ Նա ցանկանում է մյուսներին իր հետևից քաշել։ Եվ հիմա ձեր կյանքին նայեք, որքան սխալներ եք արդեն արել։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ լսել եք ձեր սրտի ձայնին։ Բայց Աստված իր խոսքն է տվել, որպեսզի դուք մտածեք։ Դուք ովքեր լավ կրթություն ունեք, լավ աշխատանք, ինչպես եք դուք հասել այդ աշխատանքին կամ այդ բարձր կրթությանը։ Դուք օգտագործել եք ձեր սիրտը, թե ձեր միտքը։ Իհարկե ձեր միտքը, դա շատ հեշտ է։ Շատ հեշտ է, որպեսզի դուք դա հասկանաք։ Ցանկանում եք լավ աշխատանք ունենալ, ցանկանում եք շատ գումար ստանալ, հաջողակ լինել, պետք է ձեր միտքը, ձեր ուղեղը օգտագործել։ Այլ ոչ թե սիրտը։ Մարդու սիրտը չի ցանկանում սովորել, չի ցանկանում մտածել։ Այն միայն ցանկանում է ինչ-որ զգացողություններ ունենալ։ Ցանկանում է ապրել, զվարճանալ, հաճույք ստանալ, այո թե ոչ։ Մարդու սիրտը միայն հաճույք է ցանկանում։ Բայց ձեր ուղեղը, ձեր միտքը պետք է ձեզ ուղղորդի։ Եվ իհարկե հարկավոր է, որ ձեր ուղեղը, ձեր միտքը Սուրբ Հոգու առաջնորդության տակ լինի, որպեսզի մենք հիմար քայլեր չկատարենք։ Հենց դա է հաջողության գաղտնիքը, որպեսզի Աստծո մտքերը ուղղորդեն, առաջնորդեն ձեր մտքերին, ինչպես որ Աստվածաշնչում է գրված, որ Տերը մեզ տվել է Քրիստոսի միտքը։ Դրա համար էլ հարկավոր է, որպեսզի մարդը Սուրբ Հոգուն ունենա, որպեսզի մկրտված լինի Սուրբ Հոգով։ Երբ դուք ստանում եք Սուրբ Հոգու մկրտությունը, դուք ունեք նրա ուղղորդությունը։ Դուք ունենում եք Աստծո ուղղորդությունը։ Ամեն։ Ամեն Աստծո ժողովուրդ։ Ահա, այստեղ նստած կինը արդեն քնել է ծառայության ժամանակ, որովհետև լսել է իր սրտի ձայնին, այո թե ոչ։ Արթնացեք, Աստծո ժողովուրդ։ Ես երբեմն ավելի կոպիտ եւ բարձր եմ ասում ամեն ինչ, որpիսի դուք ծառայության ժամանակ չքնեք, որpիսի ձեր սիրտը չմոլորեցնի ձեզ։ Մի քնեք ծառայության ժամանակ։ Եվ այսպես, իմ ընկերներ, օգտագործեք ձեր ուղեղը, ձեր միտքը։ Ես այստեղ սովորեցնում եւ քարոզում եմ ձեզ, բայց դա չի նշանակում հենց որ դուք դուրս գաք այստեղից, օրհնված եք լինելու։ Մարդիկ երբեմն այսպես են ասում. Վերջ, եպիսկոպոսն ինձ համար աղոթել է, ես արդեն օրհնված եմ։ Դուք ցանկանում եք օրհնված լինել։ Պետք է Աստծո խոսքը սովորեք եւ կատարեք։ Այդ օրհնությունն ինձանից չի գալիս։ Եվ իմ աղոթքը ոչ մի նշանակություն չունի, եթե դուք ձեր մտքում չկիրառեք Աստծո խոսքը։ Ձեր միտքը պետք է Աստծո խոսքի, Աստծո Հոգու առաջնորդության տակ լինի։
Դուք հասկացաք։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, մի օգտագործեք ձեր սիրտը, այլ օգտագործեք ձեր միտքը, որպեսզի կարողանաք Աստծո խոստումներին հասնել։ Եվ Աստված հազարավոր խոստումներ ունի ձեզ համար, բայց դրա համար պետք է մեր միտքը օգտագործենք։ Փառք Աստծուն։